Բարի օր, սիրելի բարեկամներ, այսօր վլոգը ես Աշոտը միասին ենք սկսելու, այսօր սովորականից մի քիչ տարբերվող վլոգ է լինելու, լավ շոկ է, նստեցինք դրսում, որ սենց սիրուն ետնանկարը սիրուն լինի, ոնց գիտեք, Աշոտը գնաց Արևմտյան Հայաստան, իր պապերի երկիրը, շատ էի գրել Երանի Աշոտի աչքերին, հիմա այսօրվա վլոգը այս տեսակ է լինելու, Աշոտը կպատմի իր տպավորությունների մասին, հետո ինչ-որ ինքը նկարել է ձեզ ցույց կտանք, Աշոտը կմեկնաբանի, նախապես ասեմ, որ վիդեոների որակը այդքան լավ չի լինի, որովհետև ինքը քայլելով է նկարել, ասում է մարդիկ գնում են, ես չէի կարող կանգնել մնալ, ընթացքում փորձել եմ նկարի ամեն դեպքում։ Հիմա ուրեմն Աշոտին խնդրենք, թող պատմի իր տպավորությունների մասին։ Խնդրեմ, Աշոտ ջան, պատմի, վերջապես գնացիր, երազանքդ կատարվեց։ Ողջունում եմ ձեզ, հարգելի սիրելի բարեկամներ, բաժանորդներ, վերջապես իմ երազանքս, վաղը մի երազանքս, որը երևի մի քանի տասնամյակներ կլինի, ճիշտ ասած սկսած 1995 թվականից, երբ այդ տարի իր մահկանացուն կնքեց իմ պապիկը, որը գաղթել էր Արևմտյան Հայաստանի Մուշ գավառի Թեկարլու գյուղից 8 տարեկան հասակում այդ ահավոր ցեղասպանությունից պապիս Գերդաստանից փրկվել են մայրը, ինքը եւ 6 ամսական եղբայրը։ Եվ այդ երազանքով ես մի երկու շաբաթ առաջ մեկնեցի երկիր տպավորություններս անսահման են եւ վերադառնալով Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներ այցելելով, դիտելով առանձնապես Մուշ, որտեղ պապիս ծննդավայրն էր, Թակարլու գյուղ, ես խորհուրդ կտամ, որ ցանկացած հայ, առավել եւս ում նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից, մեկ անգամ գոնե լինեն իրենց պապերի երկիրը ծննդավայրը։ Իմ տպավորություններս բավականին հարուստ են, դրական, եւ ես կփորձեմ մի քանի քաղաքներ այցելելով այդ բոլոր այցելությունները ինչքան կարողացել եմ նկարահանեմ, կներեք, որ նկարահանումներն որակը մի քիչ լավ չի, քանի որ քայլելու ընթացքում նաև նկարահանում է, երկար չի կարող կայնել, որովհետև խմբով են գնացել, նախապես ասեմ, որ խմբում 6 հոգի ենք եւ մեր ուղեկցողը գիդը, որը շատ հոյակապ ազնվորություն էր, խմբում 4 հոգի Աշտարակի ու Ջանգյուղից էին, ես Ծաղկահույտից եւ մի Մշեցի, որը պարզվեց, որ նաեւ իմ պապի գյուղից է, Երևանից էր։ 5 օրով են գնացել, ժողովուրդ ջան, այսինքն 5 գիշեր են մնացել, 5 գիշեր մնացել է, 6-րդ օրը ետ են դարձել, դուք հարցրել եք նաև արժեքները, թե ինչ արժի, վճարել է 140,000 դրամ։ Այդքան թանկ չի, շատ նորմալ է։ Եթե հաշվառնենք, որ բոլոր ծախսերը դրա մեջ են մտել։ Սնունդը, բան, ամեն ինչ։ Շատ շնորհակալ ենք նաև մեր գիտից, որը մեզ շատ լավ հասցրեց մինչև ուղևորվեցինք մինչև իր մեքենայով, չէ՞։ Իր մեքենայով մինչև Մուշ, Վան, Դիարբեկիրը, այսպես ասած Քուրդիստանի մայրաքաղաքն է, բայց բոլոր տեղերը, բոլոր քաղաքները, որտեղ մենք եղել ենք, հայ շունչը զգացվել է այնտեղ։ Աշոտ, բայց մինչև կանցնենք արդեն ձեզ ցույց կտանք տեսանյութերը, ընդհանուր երբ որ անցար արդեն հասար Արևմտյան Հայաստան, ոնց էր քո զգացողությունը, ասենք, ոնց էր քեզ զգում։ Ես ճիշտ ասած, հենց սկզբից որ սահմանը մենք անցանք ախրքալակից, ես առաջի հերթին ուզում էի գնալ պապիս գյուղը։
Անհամբեր դրան այո, բայց գրաֆիկ էր նախատեսված ծրագրով ամեն ծրագրավորած էր էլի սամանը որտեղ մենք տամոժնին անցանք դա Կարսի մարզում է կարծեմ գտնվում, բայց Կարսն էլ հին հայկական քաղաք, մայրաքաղաք նույնիսկ Բաղրադունների թագավորության ժամանակ մենք չենք կարող առանց Կարս այցելելու գնալ Կարսի նշանավոր բերդը, որը մեծ դեր է խաղացել առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ ու Կարսից մենք սկսեցինք մի անգամ երևի հիմա նաև ասենք Աշոտ շատ ցանկալի կլինի նկարահանած Կարսի համար ինչ որ նկարահանել ենք բան միացնես եւ ես էլ խոսալով գնանք դու մեկնաբանես այդ կանենք այդպես ու հետաքրքիր է նաև կարող է դուք հարցնեք ձեր հարցերին Աշոտը կպատասխանի բայց մարդկանց վերաբերմունքն է դե հիմնական քրտերը ինչ է շատ դժվար է ասել օրինակ երբ մենք Արևմտյան Հայաստանի ասենք մյուս քաղաքներն եղանք ասենք Մուշում եղանք Սասուն Վանում Բիթլիսում Բինգյոլ Դիարբեկիր եւ այլն շատ փոքր քաղաքներ են, որոնց անունները բավականին փոխվել է եւ ես չեմ կարող դրանք հիշել։ Մի այսպիսի բաց ճշմարտություն կա, ըստ վիճակագրության, ըստ համարի տվյալների, ասում են, որ Արևմտյան Հայաստանի այդ տարածքում մինչև 14 թվականի մինչև ցեղասպանությունը բնակվել է մոտ 7-ից 8 միլիոն հայություն։ Հիմա վիճակագրները ու նույնիսկ տեղացիներից էլ ասում են, որ եթե ասում ենք 1,5 միլիոն կամ 2 միլիոն ցեղասպանվել են, մի կես միլիոնի չափ էլ ավել չի լինի, որ Հայաստանին արտագաղթել, քանի որ 20 թվականին, երբ առաջի հանրապետությունը 18-20 թվականներին եղել է եւ դրանից հետո էլ Հայաստանի բնակչությունը կարծեմ 500,000-ից ավել չի, 500-600,000, իսկ պատերազմից առաջ Հայաստանի բնակչությունը երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ հաշվարկվել է մոտ 700-ից 800,000 մարդ։ Այսինքն հավաստի թիվ է դա, որ 500-600,000 հայություն է Հայաստանում եղել, որոնց մեջ նաև գաղթականներն են, եւ այդքան էլ ասում են 500,000 էլ երևի թող հարավի արաբական պետություններ գաղթած լինեն, 500,000 ասենք Հունաստան եւ այլն 1,5 միլիոն այդ ձևով հանում են, այսինքն 1,5 միլիոն անում է 3 միլիոն, հետո հարց առաջանում, ասում են, բա այն 4 միլիոն տարբերությունը ուր գնացին։ Ծպտվել են, էլի։ Այո, իհարկե, հարցը տանում է դրան եւ ես համոզված եմ, որ Թուրքիայում ծպտյալ հայեր շատ կան։ Ինձ համար նաեւ մեծ զարմանք եղավ, երբ մենք Մուշում ենք գտնվում, Մուշում արդեն ձևավորվում է հայկական համայնք, մի շատ հոյակա բազմավորություն կար, Ծագումով հայ, որը վաղուց վերադարձել է իր արմատներին, իրենք չեն արտագաղթել, իրանք ասում են, որ մենք մեր հայրենիքում ենք մնացել, ծպտյալ սկզբնական շրջանում, բայց այսօր էլ վստահ ասում են, որ մենք հայ ենք եւ նույնիսկ քաղաքապետարանին դիմում են ներկայացրել 300 ընտանիք մոտ, որ իրենք հայեր են, ձևավորել են հայկական համայնք, համայնքի ասենք համար տեղ են խնդրել, որպեսզի հող հատկացնեն, եկեղեցի կառուցեն եւ իրենց գործունեություն ծավալ են հայապահպան, հայահավաք։ Ես ճիշտն ասած քիչ տեղեկացա նաեւ, որ երևի այսօր բացահայտ ինֆորմացիա չի, նմանատիպ գործընթացները ասենք շատ քաղաքներում են կատարվում։ Ու հիմնական հասկան պայմանավորվում ենք, որ երբ ըստ նահանգների կգնանք, հարցեր կպատասխանի, այսօր մենք նախատեսել ենք Կարսն ու Էրզրումը։ Այո, Կարս, Էրզրում, Էրզրումի բերդ ու դրանից հետո այսօր մենք ձեզ բայց կարող է մի քիչ երկարելի ներող կլեք, չգիտեմ։ Դե արդեն սկան խոսացինք, որպեսզի շատ երկար չլինի, շատ չխոսենք։ Համոզված եմ, որ իրենց համար էլ հետաքրքիր է։ Ուրեմն դուք ինչ հարցեր որ կտաք, մենք Արևմտյան Հայաստանի մասին վիդեոն որ ձեզ մի քանի բանով ենք ուզում ներկայացնենք, որ շատ երկար չլինի։ Ինչ հարցեր որ կունենաք, դուք գրեք, ես այդ հարցերը սկրինշոտ կանեմ, հետո մի հատ առանձին այդ հարցերին կպատասխանենք։ Հիմա արդեն դնենք կադրերը ու դուք նայեք, թե Աշոտի աչքերը ինչ են տեսել։ Գնացինք։ Մեր առջևում վեր է խոհացել Կարսի հռչակավոր բերդը եւ Կարս գետի վրա
վրայում գտնվող կամուրջով մենք Կարսից ուղևորվեցինք դեպի Բերդի տարածք։ Այս գետը կոչվում է Կարս գետն է, որը ունի մի շարք վտակներ, ջրհարատ դառնալով այդ վտակներից գոյանալով Կարս գետը թափվում է Ախուրյան գետ, որը միախառնվում է Արաքս գետին։ Այսինքն կարելի է ասել, որ Կարսն էլ Արաքսի վտակներից է։ Բերդը ինչով է նշանավոր։ Բերդը շատ հայտնի է, Կարսի Բերդը, որը կառուցվել է 1153 թվականին, բայց շարունակաբար նոր շինություններ է ավելացվել 1579-16 1636 թվականների ընթացքում անընդհատ Բերդի ծավալները մեծացել են։ Բերդը կառուցվել է բազալտից, շատ հոյակապ շինություն է եւ հիմնականում պաշտպանել է Բաղրատունիների ստեղծած անկախ Հայաստանի սահմանները։ Կարսը եղել է Հայաստանի Հանրապետության սկզբնական շրջանում մայրաքաղաքը, որից հետո Բաղրատունիները տեղափոխել են Անի, երևի ավելի ապահով լինելու պայմաններու պատճառով։ Ամրոցի շինարարությունից առաջ դա իմ կարծիքով նաև պարտականություն ու սովորույթ է եղել, բոլոր բնակավայրերում կառուցվել են եկեղեցիներ։ Բերդի ներքևի մասում գտնվում է, նկարի վրա երևում է Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին, որը հիմնադրվել է 930-940-ական թվականներին Բաղրատունիների կողմից կենտրոնագմբեթ կառույց է վանք է համարվում, որի թմբուկն 12 նիստանի է։ Այսինքն ինչու է 12 նիստանի, ամեն մի թմբուկը մի առաքյալ է ներկայացնում, դա կառուցվել է 12 առաքյալների, Քրիստոսի 12 առաքյալների պատվին, այդ իսկ պատճառով կոչվում է Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի։ Եկեղեցին ձեռքից ձեռք է առնվել, երբ թուրք սելջուկները նվաճեցին Ղարսը 1570 թվականին, եկեղեցին վերածվել է մզկիթի, այնուհետև երբ ռուսական զորքը կարողանում է 1877 թվականի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հետ գրավել Կարսը, այդ եկեղեցին վերադարձնում է ռուսական կայսրության ուղղափառ եկեղեցի։ Իսկ այնուհետև 1921 թվականին, երբ եկեղեցին հանձնվում է, երբ թուրքերը Կարսը վերցնում են առանց պատերազմի, այսինքն ռուսները հանձնում են մեր Կարսը, որ այդ ժամանակ գտնվում էր Հայաստանի Հանրապետության կազմում, եկեղեցին նորից հասնում է թուրքերի ձեռքը եւ այսօր դարձել է դարձյալ մզկիթ։ Այն ժամանակ, երբ մենք գտնվում ենք այդ տարածքում, փորձեցինք եկեղեցու ներսը գնալ, սակայն այդ պահին տեղեր ունենում մեջետում աղոթք էր, նամազ էր կատարվում։ Ցավալի է, բայց փաստ է, որ ոչ միայն Կարսում, այլ Թուրքիայի շատ քաղաքներում մենք ականատես եղանք խոշոր քաղաքներում նման եկեղեցիների, որոնք վերածված են մզկիթների։ Այս պահին մենք գտնվում ենք Բերդի բարձրադիր վայրերում, որտեղ ամբողջովին քաղաքի համայնապատկերը երևում է, տեսնեք ինչ հիասքանչ շքեղ տարածք է, փրված բնության գրկում քաղաքը, գեղեցիկ տեսարժան ձորերով, գետերով շրջապատված։ Այստեղ տեղին է իմանալ, որ բոլոր Արևմտյան Հայաստանի բոլոր քաղաքներում կա հին քաղաքը եւ նոր քաղաքը։
հին քաղաքը, այսինքն որտեղ ապրել են մեր նախնիները, դրանից կառուցված է նաև նոր քաղաքը, չնայած դա չի նշանակում, որ հին քաղաքում մարդ չի ապրում, հին քաղաքները, այսպես մեր ասած պատմական հայկական քաղաքները մեծ մասսավերակների է վերածված, կամ եթե կան շինություններ էլ շատ տեղեր, որոնք հայկական բնակավայրերը քանդել եւ իրենց համար բնակատեղիներ են կառուցել։ Նմանատիպ փաստեր կան շատ, ասենք եկեղեցիներ եղել, որ քանդել են մանավանդ գյուղերում, քանի որ ամեն գյուղ ունեցել է իր եկեղեցին, այդ եկեղեցու քարերը օգտագործել են որպես շինանյութ նոր բնակարաններ կառուցելու համար։ Շատ ուրախալի է, որ Ղարսի Սուրբ Առաքելոց վանքը կանգուն է մնացել, գրեթե իր նախկին ձևով։ Ես համոզված եմ, որ արտաքին տեսքից երևում է, որ վանքը միշտ կանգուն է եղել, փլվածքներ չի ունեցել, քանի որ նա աղոթատեղի է դարել։ Սկզբում եղել է քրիստոնեական, այնուհետև մզկիթ է վերածվել։ Մենք արդեն այս նկարով երևում է, որ ուղևորում ենք դեպի Էրզրում, բայց մի քանի հետաքրքիր պահեր կան, որը մեզ հանդիպեց Կարսում։ Մենք Կարսում նախ արդեն բավականին ժամանակ էր անցել, ընտրեցինք մի լավ, այսպես ասած, ճաշարանում, թե իրանց լեզվով չգիտեմ մոռացել եմ ինչ են ասում, մեզ շատ լավ հյուրասիրեցին, առանձնապես երբ որ իմացան հայեր ենք, նույնիսկ դրա ղեկավարը մեզ առանցին սրճարան հրավիրեց սուրճ կամ թեյ խմելու, բավականին զրուցելուց հետո պարզվեց, որ այդ ազնվորության նախնիները Հայաստանից են գաղթել եկել Կարս, եւ ինքը բավականին հարստություն ունեցող անձնավորություն էր, եւ նույնիսկ մեր խմբի անդամներից էլ առաջարկեց, ինքը ցանկանում էր, որ Հայաստանի հետ առևտրական կապեր ունենա, պատրաստական էր ֆինանսական օգնություն ցուցաբերել, որպեսզի իրականացնեն գործունեություն, բայց քանի որ հիմա Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները դեռևս հաստատված չէ եւ չունենք մաքսակետ, եւ այն կողմից են լրում եւ կարծեմ երևի մեր կողմից էլ նմանապես, ու ասեմ, որ մարդիկ կան, որ պատրաստական են Հայաստանի հետ առևտրական մեծ հարաբերություններ ստեղծել։ Ու Ղարսում ընտրելուց հետո մենք արդեն ուղևորվեցինք դեպի Էրզրում։ Էրզրում գնալու ճանապարհին մեզ սպասում է մեծ անակնկալ, մենք անցնելու ենք պատմական Հովվի կամուրջի մոտով, որը դարձյալ հայկական ճարտարապետական, հնագույն միջնադարյան ճարտարապետական հզոր կոթող է։ Ահա եւ մեր առջևում արդեն երևում է Հովվի կամուրջը, որտեղ միախառնվում են Արաքս եւ Մուրց գետերը։ Կամուրջը Տուֆաշեն կամուրջ է, գտնվում է Բասենի գավառում, կառուցվել է 8-րդ դարում եւ մինչեւ օրս իր նախնական տեսքը պահպանել է որոշակի ռեստավրացիաներից հետո։ Ինչու է կամուրջը կոչվում Հովվի կամուրջ։ Ըստ ավանդույթի կամուրջը կոչվում է Հովվի կամուրջ, որովհետև երբ այդ ժամանակ շինարարները սկսել են կամուրջը կառուցել, մոտակայքով ոչխարների հետ անցել է հովիվը, շինարարների խնդրանքով կամուրջի առաջի քարը դրել է հովիվը, որը եւ ավանդույթ է դարձել մինչեւ օրս, կամուրջի անունն էլ դրել են, այդ իսկ պատճառով կամուրջի անունը դրել են Հովվի կամուրջ։ Երբ նայում ենք կամուրջին, տեսնում ենք, որ կամուրջը բազմաթրիք Տուֆաշեն մի երկար մեծ շինություն է։ Այս էլ մեր հռչակավոր թիմն է,
մեր կոլեկտիվը առաջի օրն է այսօր գրեթե ավարտին ենք մոտեցնում, չէ՞ մեր առաքելությունը, այսպես ասած։ Մուչի դա, հա։ Գևորգյան, Արաքսի երկարությունը գիտես մոտավորապես ինչքան է։ Չէ, բայց ոչ կա, տալիս է, հալա։ Միջև բանի քորունի անալ է։ Հա։ Այստեղից սկիզբ առնելով այդտեղից Իրավազանից մինչև 1071 ոնց է։ Մի րոպե եմ մտածում։ բայց բավականին հորդառատ է, տեսնում ես կան ջուրա։ Դե հիմա հələ պակասել է։ Բարար չի, լամայի դերանքաս։ 1072 կիլոմետր է։ Հո, մինչև բանը կուրտ հապվել է։ 1072 կիլոմետր։ 200 կիլոմետր է Հայաստանով ոստում։ Դե մերը քիչ այլի, այդ Արարատի տարածքում է այդ կանա, եկել մեկ քիչ մեղրին այդ։ Երան են ժամանակները, որ ամբողջովին մեր տարածքով անցել, հա։ Իդեպ հարգելի բաժանորդներ, մեր մեջ մի բան են տարածում, որ Արևմտյան Հայաստանի տարածքները, որոնք գտնվում են Թուրքիայի տիրապետության տակ, չեն զարգացնում դիտավորյալ եւ այլն, այնտեղ գնալով, տեսնելով, ես բոլորովին այլ կարծիքի եղա, մեր Արևմտյան Հայաստանի տարածքները բավականին զարգանում են, առանձնապես ճանապարհաշինությունը, հոյակապ ճանապարհները։ Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր շրջագայության երկրորդ օրն է, գտնվում ենք Էրզրում քաղաքում։ Էրզրումը մեր պատմական Կարին քաղաքն է, հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում հայոց Կարանանին թագավորի կողմից եւ կոչվել է նրա անվամբ Կարին։ Հայաստանի պետականության անկումից հետո Կարինը գտնվել է մեր բյուզանդական, մեր արաբական զավթիչների տիրապետության տակ։ Բաղրատունիների թագավորության ժամանակ այն ազատագրվել է եւ մտել է հայկական պետության կազմի մեջ։ Բաղրատունիների հայկական պետության անկումից հետո Կարինը անցնում է մեր թուրք սելջուկների, մեր մոնղոլ թաթարների, նորից թուրքերի տիրապետության տակ եւ 16-րդ դարում քաղաքը վերանվանվում է թուրքերի կողմից Էրզրում, որը գոյատևում է, այսինքն մինչև այսօր այդ անվանումով է հանդես գալիս։ Առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ նույնիսկ դրանից հետո ռուսական զորքերը բազմիցս ազատագրել են քաղաքը, բայց նորից հանձնել են թուրքերին։ Այժմ այն Թուրքիայի կարևորագույն քաղաքներից մեկն է, տուրիստական կենտրոն, հայկական պատմամշակութային արժեքները բազմաթիվ են Կարինում կամ այսպես ասած Էրզրումում, բայց ցավալի փաստ է, որ իսկական տերերը այդ պատմամշակութային արժեքների չկան արդյունավետ։ Մենք այստեղ տոմս գնացինք եւ որպեսզի բարձրանանք նայելու ամրոցի մնացած տարածքները, բավականին տուրիստներ են հաճախում, այս պահին մենք գտնվում ենք առավոտյան շուտ ժամին, միգուցե նրանց այցելությունները քիչ էր, բայց ուրախալի է, որ հայկական այդ մշակութային օջախները կամաց վերականգնում են, բայց ցավալին այն է, որ չի նշվում հայկական հետքը։ Պետական քաղաքականություն է գնում, որ արևմտյան Հայաստանից հայկական հետքը
ամբողջովին վերացնելու համար, բայց իշկանն էլ փորձում են չի ստացվում։ Մեր մշակույթը այնքան խորն է թաղված Արևմտյան Հայաստանի հողում, որ ով էլ փորձի բացառել դրանք ամեն դեպքում չի ստացվում։ Այն նայեք այն եկեղեցու գավիթը, դա տիպիկ հայկական է, հայկական ստեղծագործության ճարտարապետության նմուշ է։ Հիմա քիչ հետո կբարձրանանք, այս գավիթում կա նաև մեխանիկական ժամացույց, որը միջնադարում է կարծեմ ստեղծվել, հաստատ չգիտեմ դրա ստեղծման ժամանակը։ Նայում ես ու շատ ես ցավում։ Այս մեր դիմացից քայլող երիտասարդը իմ պապի երկրածին է, այսինքն իմ երկրածին է։ Երկուսով գնալու ենք մեր պապերի հայրենիք։ Տեսնենք, ես ինձ հարազատ կգտնեմ, թե ինքը իրար։ Հին ժամացույց է, որը մինչև հիմա աշխատում է։ Բարձրացանք շուրջերս կդրվավ այս։ Եկել են բանից, բագրատուների անկումից հետո հիմնել են կանը։ Հա։ Որ հարցում են, ասում են, անի թակավորության անկումից հետո վերացան, ազնողները ասում են, չէ, կան, որտեղ բանը, կարինի կոմա կան, ու կյուրանը դնում են կան։ Հետաքրքիր է։ Հա, Չէ, հարցում ասում են, հա, հեսա գիշն է։ Այս Բերտի բարձունքից քաղաքը ամբողջ տեսանելի է բոլոր կողմերից։ Որպես ինֆիդայիներ նկարենք, ճիշտ է։ Հələ տեղեք ջան, թողեք մեկ քիչ էլ նկարեմ ու ներողություն եմ խնդրում։ Քաղաքը բոլոր կողմերից նկարենք։ Ես ուզում եմ իշտեմ մի հատ ընդես նկարեմ գանց։ Չլալով ետան կյանով են։ Արեք։ Ես կերել եմ այդ է ծամաչեք մի կերեք։ Ես պստովեցի, հա, ասып։ Տեղեք մի դժգոյեք, առավոտից կան շուտ հաց չեն ուդեմ։ Ոնպեր խես հետի մի աշ։ Տեսահատ ենք դրել ներվաչ։ Եվոր են դեմինն էլ երևի հնագույն կառուցած ես եկեղեցի ունենք գմբետատիպը երևի մարտեն, հետո վերափոխված է։ Միալ շորի գնով կնի կան։ Դա դրանց գլխավոր մսկիթն է, ամենահին, հաղորդակցության շորի գնով կնի կա, քիչեվա ժամանակին Ահա։ Մենք շարժվում ենք դեպի Բինջոր։ Բինջորի ուղղությամբ մենք գնում ենք մեր հաջորդ կայարան տեղին, որն է եղնում Գևորգ ջան։ Բինջոր։ Բայց խոստացել ես միտեղ ճանապարհին մեզ սուրճ հյուրասեր ես, ճիշտ է։ ջուր կա ճապեր, ջերի կոսար։ Այ շատ լավ կլի։ Առանց սուրճի ոնց էր էս տղուտա։ Էսա գորխելի մի վախեց։ Եկա կամպենի շավը։ Մի հատ եմ բաց, շատ չէ, մի հատ Մի ժամանակ մեր պապերես ճանապարհներով սելով են գնում։ Գնացինք, հասա բանեցու բանը միջապես